Սիրելի հայրենակիցներ, մեկնարկում է մեր երկիրը ուժեղ դարձնելու մեր հաղթարշավը։ Ուժեղ Հայաստան դաշինքի քարոզարշավը մեկնարկեց ազգային ժողովի շենքի մոտից։ Փոփոխությունների ամիսը սկսվում է հիմա միջոցառմամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ դաշինքի առաջին համարը նշեց, որ ուզում են այդ շենքը լինի մարդկանց համար հույսի տեղ։ Մենք վերադառնալու ենք այստեղ 1.5 ամսից եւ այդ ժամանակ մենք սկսելու ենք մեր երկրի վերակառուցումը։ Ինչ վերաբերում է ուժի ծրագրերին, առաջին հերթին Նարեկ Կարապետյանը խոսեց աղքատության հաղթահարման մասին։ 3-4 ամսվա ընթացքում մենք մի քանի ծրագիր ենք անում։ Ծայրահեղ աղքատության ծրագիրն է 150,000 դրամ յուրաքանչյուր 5 հոգանոց ընտանիքին, ով ծայրահեղ աղքատ է։ Այդ գումարը տալու են աշխարհի հարուստ հայ գործարարները 70%-ը եւ 30%-ը միայն մասնակցելու է պետությունը։ Ասուլիսից հետո Ուժեղ Հայաստանը իրազեկման երթ իրականացրեց քաղաքացիներին հրավիրելով երեկոյան հանրահավաքի։ Ի սկզբանե կուսակցությունը ժամը 18-ին ազգային ժողովի դիմացից երթով հանրապետության հրապարակ շարժվելու եւ հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկում էր ներկայացրել քաղաքապետարան։ Սակայն ավելի ուշ հանրահավաքի վայրը փոխվել է Հաղթանակ զբոսայգու, Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածք, իսկ երթը Հաղթանակ զբոսայգի Կարապետ Ուլնեցու փողոց երթուղով։ Հանրահավաքը սկսեց համերգով, այնուհետև ելույթ ունեցավ նաև Նարեկ Կարապետյանը, նշելով վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է։ Մեր երկրում հազարավոր մարդիկ չունեն բնակարան, հազարավոր մարդիկ ապրում են վարձով, Արցախից բռնի տեղ անվածները չունեն բնակարան, Գյումրիում երկրաշարժից տասնյակ տարիներ հետո Սպիտակում չունեն բնակարան։ Ինչպես են կառուցելու այդ բնակարանները, ինչպես են կառուցելու 20,000 բնակարան, բավ! Հանրահավաքի մասնակիցները քայլերթով գնացին Սամվել Կարապետյանի տան մոտ։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։